Շնորհակալություն ազգային ժողովի հարգելի փոխոսնակ, հարգելի տիկին գլխավոր դատախազ, հարգելի գործընկերներ։ Նախ պետք է սկսեմ պարոն Աղազարյանից։ Պարոն Աղազարյան, դուք միանշանակ խիզախ եւ համարձակ մարդ եք, ես ձեզ տենց եմ ճանաչում, բայց նաեւ պետք է ասեմ, որ միանշանակ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունում միակը եւ միշտ առաջինը չեք եղել։ Եվ չեմ կարծում, որ դա է պատճառը, այսպես ասած, երբ որ դուք ասում եք վարչապետի իմ հանդեպ որոշակի վերաբերմունքի փոփոխություն եմ տեսել, երբ որ դուք ներքին քննարկումներում ինչ-որ բաներին դեմ եք արտահայտվել։ Բայց ես ձեզ կհուշեմ, ըստ իս գուցե եւ այդպես էլ եղել է, որ ինչ-որ վերաբերմունքի սառեցում եք տեսել, իսկ կարող է դա սկսել է օրինակ 2023 թվականի օգոստոսի 8-ից սկսած, երբ որ ինչ-որ մի պաշտոնյա Հայաստանի Հանրապետությունում, որը իրագործել է իր պաշտոնական գործառույթները, ենթադրենք ինչ-որ մարդուն զեկուցել է, որ Աղազարյան Հովիկը ոնց որ կաշառք է վերցրել։ Ես ձեզ հուշում եմ, մտածեք, ինձ թվում է ավելի շատ այդ խնդիրն է։ Եվ ես սա չեմ ասում նրա համար, որ դրա հիման վրա վարչապետ Նիկոլ Փաշինյանը եզրակացությունը ճիշտ արել թե սխալ արել։ Այստեղ խնդիրը իրականում այնտեղ է, որ մենք մեր երկրում ցավոք սրտի մինչ օրս ունենք բազմաթիվ իրենց պաշտոնական լիազորություններ իրագործող մարդիկ, որոնք որ իրենց պաշտոնական լիազորությունները ցավոք սրտի իրագործում են ոչ թե հանուն նրա, որպեսզի պահեն օրենքը եւ օրինականությունը, այլ որպես իրենց վերադասների մոտ ցուցաբերեն, թե իրենք ինչ լավ աշխատող են, պրոֆեսիոնալ, հայերեն ասել պրոֆեսիոնալը ճակերտավոր։ Դուք ձեր ելույթում նաեւ մի ըստ իս մեծ սխալ եք արել, այդ թվում նաեւ հարց ու պատասխանի ժամանակ, երբ որ դուք ասում եք իմ նախկին գործընկերներից, այս գործը որ կա, եւ իդեպ դրանով փաստացի, ձեզ ասեմ, խաղում եք ձեզ մեղադրողի, այսպես ասած, խաղը։ Երբ որ ասում եք, ստեղ ձեր մեջ 2-3 հոգի իրավաբան կա, մնացածը տենց բան, այդ շատ սխալ բան է։ Ուրեմն ես իմ անունից եմ ասում եւ իմ ընկերներից եմ ասում եւ այդ թվում նաեւ իրավապահ համակարգի մեր գործընկերներին եմ ասում, որովհետեւ մի քանի անգամ մենք քննարկումների ժամանակ այդ բանը լսել ենք, որ ստեղ այնուամենայնիվ իրավական լեզու է, բայց սա քաղաքական մարմին է։ Ես շատ լավ հասկանում եմ իրավագիտությունից, շատ լավ հասկանում եմ իրավունքից, շատ լավ հասկանում եմ փիլիսոփայությունից, հոգեբանությունից, այդ թվում նաև մարդկային հարաբերություններից եւ նաև քաղաքականությունից։ Այդտեղ մի քիչ թույլ եմ, ինչ մեղքս թաքցնեմ։ Կյանքը այդպես է դասավորվել։ Եվ ինձ համար միջև դա եղել է աշխատանքային քննարկումներում, բայց ընդունելի չի այս պահից սկսած, երբ որ իրավապահ համակարգի մեր գործընկերները մեզ ասում են, որ գիտեք ինչ, բայց այնուամենայնիվ էլի, այ դուք որ իրավական գիտելիքներ ունենք, կներեք, դուք եկել եք քաղաքական մարմին, ուրեմն մեր այդ իրավական լեզվով մի խոսացեք քաղաքական լեզվով, որպեսզի մեզ հասկանալի լինի այստեղ ինչ է գրված։ Հիմա տիկին գլխավոր դատախազ, ես ձեզ երկու հարց ունեմ, մեկը կտամ հիմա, մեկը ելույթիս վերջում։ Առաջի հարցս հետևյալն է։ Դուք երրորդ անգամ եք գալի նմանատիպ միջնորդությամբ։ Մինչ դա դուք եկել եք մեր գործընկերներ Սեյրան Օհանյան, Արմեն Չարչյան, եթե չեմ սխալվում, Արմեն Գևորգյան եւ այդ թվում կարող սխալվում եմ, խնդիրը այդ չի։ Երրորդ անգամն է, թե երկրորդ անգամ, կապ չունի, լավ։ Ինձ հետաքրքիր է, այդ միջնորդությունները, որոնք որ ազգային ժողովը բավարարել է, գնացել են որտեղ, ինչ վիճակում են, ինչ է տեղի ունենում այդ գործերի հետ, արդյոք մենք ունենք ավարտ, թե չունենք ավարտ, ինչ որ արդեն, այսպես ասած, դատական վիճիռ։ Խնդրում եմ դրա վերաբերյալ ազգային ժողովին տեղեկատվություն տվեք։ Ինչ վերաբերվում է բուն այս երկու դրվագին։ Դրվագ համար առաջի, իդեպ պարոն Աղազարյան, մանր եղջերավոր չէ, հստակ գրված է, գյուղատնտեսական կենդանի, ստեղ, այդ կարևոր է իրականում, այդ էլ ֆիքս է, այդ կարևոր է իրականում։ Հիմա եզրակացությունը, որը որ մենք պետք է կազմենք, այսպես թե այնպես, նրա հիման վրա է, ինչը որ մեզ ներկայացվել է, այսինքն մոտավորապես այս 26 էջի բովանդակությունն է։ Հիմա դրվագ համար առաջի, որտեղ որ Աղազարյան Հովիկը պահանջել է
տենց է ներկայացում ըստ էության, կաշառք 100 թե 200,000 իրականում թիվը կարևոր չի։ Եվ այդ թվում մեզ ասում է, ստեղ կան տվյալներ, որոնց համադրությամբ ենթադրում ենք, որ Աղազարյան Հովիկը իրագործել է այդ հանցագործությունը կամ ցանկացել է իրագործել այդ հանցագործությունը։ Եվ երբ որ ուսումնասիրում ես, հասկանում ես, որ խոսքը գնում է հետևյալի մասին. 2-3 հոգի մարդ Աղազարյան Հովիկի դեմ փաստացի տվել են ցուցմունք, քննիչը այդ կոնտեքստում վերցանել է Աղազարյան Հովիկի զանգերը, եւ այո, այդ տեսանկյունից նաեւ Աղազարյան Հովիկը ճիշտ է ասում, այդ թվում նաեւ ալե հավաք կայանների համադրությամբ, ինչա բացահայտեք քննիչը բացահայտել է հետևյալը, որ հիմա եթե Վիլեն Գաբրիելյանը այս շենքից դուրս գա եւ գնա Սիրահարների այգի, ալե հավաքը ցույց է տալու Բահրամյան 19-ի, որ մենք բոլորս գտնվում ենք նույն տարածքում, բայց քննիչը մեզ ասում է, որ այս տվյալները, որոնք որ կան, դրանք մեզ հուշում են, որ այնուամենայնիվ Հովիկ Աղազարյանը իր ցուցմունքներում եւ առեսումների ժամանակ այդքան էլ ճիշտ չէ։ Այս գործի մասով։ Ինչ վերաբերվում է երկրորդ գործի մասով 23,000-ի եւ 8,000-ի, որը որ ըստ պարոն Աղազարյանի ինքը պարկ է վերցրել։ Այս մի գործում միանշանակ կա դրվագ, որտեղ որ Աղազարյան Հովիկը վերցրել է գումար։ Աղազարյան Հովիկը կարա ասի պարկ են վերցրել, իրավապահ համակարգը կարա ասի կաշառք է վերցրել։ Բայց իմ համար առանցքային խնդիրը հետևյալն է։ Աղազարյան Հովիկը մեղադրվում է 438-ի երրորդ մասի երկրորդ կետով եւ 439-ի, եթե չեմ սխալվում, էլի երրորդ մասի 4-րդ կետով։ Դրանք բոլորը ըստ այսպես ասած իրավական լեզվով ասած ծանրացնող հանգամանքներով են։ Եվ այս բանը շատ կարևոր է նաև այն տեսանկյունից, երբ որ մեզ երեք Տիկին գլխավոր դատախազի դեպ հարգելի գործընկերներ հուշում էր, երբ որ գործընկերները հարց էին տալի, ասում էին, իսկ ինչու՞ է այս մանդատի լիազորությունը, որ ինքը կարա ազդեցություն գործի։ Տիկին գլխավոր դատախազը բոլորիս ասում էր դուք ոնց որ լավ չեք հասկանում ձեր մանդատի զորությունը, շատ ավելի զորեղ է ձեր մանդատը։ Եվ այո, ես Տիկին գլխավոր դատախազի հետ համաձայն եմ, մեր մանդատը շատ ավելի զորեղ է, եւ հենց դրանից ելնելով այն ինչ որ մեզ ներկայացվում է, այն ինչում որ ելնելով այստեղ գրվածից Հովիկ Աղազարյանը մեղադրվում է, ես միանշանակ պնդում եմ, որ իրար չի բռնում։ Ես խորապես համոզված եմ, ես որոշակի իրավական գնահատական կտամ, որ եթե մենք հիմա կողմ քվեարկենք եւ բավարարենք այս միջնորդությունը գնալու է դատարանում այս գործերը վերավորակավորվելու են եւ այս ծանրացնող հանգամանքներից փոփոխվել են հոդվածները, որովհետեւ ըստ էության այդ $8,000 կպարզվի անգամ եթե կաշառք է վերցրել, դա առանձնապես խոշոր չափի չի։ Դա խոշոր չափի է։ Իմ համար ստե խնդիրը հետևյալի մեջ է։ Միանշանակ է, որ այնուամենայնիվ այս իրադրության ճշմարտությունը պետք է բացահայտի եւ որոշում կայացնի արդարադատության համակարգը։ Բայց այս մեղադրանքներով ես խնդիր ունեմ կողմ քվեարկելու եւ թույլատրելու, որպեսզի Հովիկ Աղազարյանին այս մեղադրանքներով տանեն իր գործը դատարան, վերջում է պարզվի, որ իրականում Հովիկ Աղազարյանը ոնց որ այդքան էլ մեղավոր չէր այս մասով, այսքանով էր մեղավոր։ Այդ տեսանկյունից հարցս հետևյալն է, Տիկին գլխավոր դատախազ։ Կառավարության նիստերին երկար ժամանակ քննարկում եք արդարադատության չափորոշիչների վերաբերյալ քննարկումներ ունեք, որոնք որ իրականում շատ ողջունելի են, բայց միաժամանակ ցավոք սրտի, որ մինչև այս պահը մենք իրականում չունենք այդ չափորոշիչները, խնդիրները այս դեպքերում ծագում են, էլի։ Ես ուզում եմ իմանամ, ըստ ձեզ, եղած անգամ արդարադատության չափորոշիչների մեջ մեղադրանքները, որոնք որ ներկայացվում են ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանին, այդ իսկ չափորոշիչով որքանով են համահունչ ձեր բերած տեքստի, ձեր բերած փաստական տվյալների համադրության կոնտեքստում, այս ծանրացնող հանգամանքներով հոդվածները, որոնցում որ մեղադրվում է Հովիկ Աղազարյանը, արդարադատության չափորոշիչի կոնտեքստում, որքանով են արդար եւ համաչափ։ Այսքանը, շնորհակալություն։